Թեհրանն ու Վաշինգտոնը զգուշավոր լավատեսություն են ցուցաբերում իրանական միջուկային ծրագրի շուրջ երկկողմ ընդունելի համաձայնություն կնքելու հնարավորության հարցում։ Ուժային հարված հասցնելու սպառնալիքներից հետո ամերիկացիները համաձայնվել են վերադառնալ բանակցությունների։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ ինչ է փոխվել։ Այս տարի Ժնևում Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել։ Առաջին փուլը փակուղի էր բերել կողմերին, դրանից հետո Միացյալ Նահանգների կողմից հնչեցին չափազանց կոշտ հայտարարություններ, որոնցից պարզ էր դառնում, որ Վաշինգտոնը պատրաստվում է ռազմական հարձակման, անգամ մամուլում հիշատակվում էր օրը, երբ հավանական է, երբ Միացյալ Նահանգները հարվածը հասցնեն։ Խոսքը անցած շաբաթ օրվա մասին էր։ Դրանից հաշված ժամեր առաջ հավանաբար իրավիճակ է փոխվել, այստեղ իրենց միջնորդական առաքելությունն են առաջարկել ոչ միայն Օմանի դիվանագետները, այլ նաև Եգիպտոսն է չափազանց ակտիվ դիվանագիտական առաքելություն ցուցաբերել, ինչի արդյունքում կողմերը համաձայնվել են կրկին բանակցությունների սեղան նստել, հավանաբար Թեհրանը որոշակի զիջումների է գնացել եւ ավելի այսպես մեղմ մոտեցում է համաձայնվել ցուցաբերել։ Եվ ահա փետրվարի 17-ին Ժնևում կայացած բանակցություններից հետո կողմերը թույլ են տալիս իրենց զգուշավոր լավատեսություն դրսևորել։ Մասնավորապես Մեսուդ Փեզեշքյանը, նախագահը, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հուսադրող ազդակներ է նկատում եւ որ հնարավոր է հուսալ, որ դիվանագիտական ճանապարհով եղած խնդիրները հնարավոր կլինի լուծել։ Անգամ տեղեկություններ էին տարածվել, որ ինչ-որ միջանկյալ ժամանակավոր համաձայնություն կա, որի շուրջ ինչ-որ անգամ փաստաթուղթ է ստորագրվել, սակայն Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բաղային հերքել է այս տեղեկությունները, հաստատելով, որ իրանական կողմը շարունակում է մշակել իր առաջարկները։ Ամեն դեպքում դրական ինչ-որ տենդենց նկատվում է, ընդ որում շուկաները միանգամից արձագանքել են դրան, օրինակ նավթի միջազգային գների անկում է արձանագրվել, իսկ սովորաբար գործարար աշխարհը առաջինն է արձագանքում լավ լուրերին։ Իսկ երբ հնարավոր կլինի բանակցությունների հաջորդ փուլը եւ արդյոք դա հնարավոր է այսպես պսակվի գործարքով։ Օմանը, որը գլխավոր միջնորդն է այս բանակցություններում, հաստատել է, որ հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։ Աքսիոս պարբերականը սեփական տեղեկացված աղբյուրները հիշատակելով նշում է, որ Վաշինգտոնը համաձայն է այդ օրը գալ Ժնև եւ բանակցությունների սեղան ուղարկել իր պատվիրակներին, եթե մոտակա 2 օրերի ընթացքում Թեհրանի կողմից կոնկրետ գրավոր առաջարկներ լինեն, որոնք Վաշինգտոնի համար ընդունելի լինեն։ Երեք Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել էր, որ Իրանը դեռևս մշակում է գրավոր այդ փաստաթուղթը, որով պետք է հանդես գա, իսկ այսօր հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ վաղը Իրանի բարձրագույն անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին կմեկնի Օման, հավանաբար հենց այդ փաստաթուղթը օմանացի միջնորդներին ներկայացնելու համար։ Դրանից հետո պարզ կլինի արդյոք հաստատվում է փետրվարի 26-ի Ժնևյան հանդիպումը։ Ամենայն հավանականությամբ այդ հանդիպումը տեղի կունենա եւ իրանական կողմը արտգործնախարարը խոստովանում է, որ ցանկություն ունի այդ օրը ուղիղ բանակցությունների սեղան նստել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ուիտկոֆի հետ, նշեմ, որ մինչ այդ բանակցությունները ուղիղ չեն եղել, այլ միջնորդավորված Օմանի դիվանագետների մասնակցությամբ։ Ամենայն հավանականությամբ փետրվարի 26-ի հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, նրա ներկայությունը կարևոր է։ Բանն այն է, որ մարտի 2-ին կկայանա ՄԱԳԱՏԷ-ի բարձրագույն խորհրդի նիստը, որին ամերիկացիները ներկայացնելու են մի բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Իրանի իշխանություններին միջուկային ծրագրում իրենց կոշտ դիրքորոշման համար, եւ ըստ էության, եթե այս փաստաթուղթը ընդունվի այն տեքստով, որով ամերիկացիներն են պատկերացնում, դա կարող է արձակել Թրամփի ձեռքերը ռազմական հարված հասցնելու համար։ Այսինքն կարող եմ ենթադրել, որ խնդիրը պետք է հանգուցալուծվի մինչև մարտի 2-ը եւ դրան մինչ այդ օրը պարզ կլինի ռազմական գործողություններ լինելու են, թե լինելու է համաձայնագիր, որով հավանաբար վերջ է դրվելու միջուկային ծրագրի վերաբերյալ այս հակասական մոտեցումներին։ Արտյոմ, իսկ եթե ոչ, ապա ինչ զարգացումների սպասենք։
New York Times-ը սեփական աղբյուրները վկայակոչելով գրում է, որ եթե ոչ, ապա Թրամփը համաձայնվելու է մաքսիմում ծրագրի, այսինքն ոչ թե ոչնչացնել իրանական ռազմական պոտենցիալը, այլ նաև հեղաշրջում իրականացնել Իրանում, այսինքն վերացնել ներկայումս իշխող վարչակազմը։ Դրա համար ահռելի ռազմական, տեխնիկական ռեսուրսներ են կուտակված, երկու ավիակիր մոտ տարբեր տեղեկությունների համաձայն մերձավոր արևելքին մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազաներում 30-ից 40 հազար ամերիկացի զինվորականներ, դա աննախադեպ է, վերջին անգամ կարծում եմ նման բան եղել է 2003 թվականին, երբ ամերիկացիները պատրաստվում էին ներխուժել Իրաք։ Իրանացիները նույնպես պատրաստվում են, հաստատվել է տեղեկություն, որ Ռուսաստանից եւ Չինաստանից մեծ ծավալով ինչ-որ ռազմական տեխնիկա է հասնում Իրանի օդանավակայաններ։ Ամերիկացի դեմոկրատներն են զգուշացնում Թրամփին, որ թույլ չեն տա իրեն հարված հասցնել Իրանին, եթե նա իրենց հետ չհամաձայնեցնի իր քայլերը։ Զգուշացնում են, որ դրանք փորձեն հակազդել։ Թեև կարծում եմ, թե Թրամփը կգտնի լծակներ շրջանցելու դեմոկրատներին կոնգրեսում, բայց անգամ հավանական են համարում փորձագետները սցենար, որի դեպքում դեմոկրատները կվավերացնեն իր այդ ռազմական գործողությունների սցենարը, ինչպես օրինակ դեմոկրատները թույլ տվեցին Ջորջ Բուշ կրտսերին 2003-ին հարված հասցնել Իրաքի ուղղությամբ։ Հույս ունեմ, որ այս ուժային սցենարը իրականություն չի լինի եւ այս հույսերի համար որոշակի հիմքեր կարծում եմ կան։ Շնորհակալություն Արծիվ։